վանդալիզմ եւ ոչ թե եկեղեցիների վերականգնում Ադրբեջանի նախագահի օգնականը վերականգնում է անվանում Արցախում եկեղեցիների հիմնահատակ ոչնչացումն ու աղավաղված Ղազանչեցոս տանում դեսպանների, որ ապացուցի իրենք եկեղեցի քանդող չեն։ Ցավոք սրտի այդ վանդալիզմը արդարացնում է նաեւ Երևանը։ Արցախի եկեղեցիների քանդումը միջազգային հանրության դատին ներկայացնելու արժանի չհամարող Փաշինյանն այսօր սահմանազատված Կիրանցում Սուրբ Երրորդություն վերանորոգված եկեղեցու օծմանն է մասնակցել։ Հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու Բրյուսելի մեղադրանքների պատճառով Ադրբեջանի Միլի Մեջլիսը խզեց կապերը Եվրախորհրդանի հետ։ Այդ կառույցի ամբիոնից Փաշինյանը մարտի կեսերին մեղադրում էր հայ առաքելական եկեղեցու որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների պատերազմի կուսակցության առաջնորդությունը ստանձնելու համար։ Փաշինյանական սադրանքներին չտրվեցին եւ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց սկսեցին իրենց ճիշտ անունով կոչել։ Եվ որն է Հայաստան դաշինքի դիրքավորումը ընտրական ճանապարհն անցնող մյուս ընդդիմադիր ուժերի կողքին միանշանակ հաղթանակի համար պայքարի մեջ մտած դաշինքի առաջնորդը վստահեցնում է իրենց նպատակը մյուս ուժերի ուղղությամբ քար նետելը չէ։ Այդ հաղթելու ճանապարհին մենք չենք ասում սրան ընդունում ենք, նրան չենք ընդունում, սրա հետ համագործակցելու ենք, նրա հետ չենք համագործակցելու։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մայիսի 2-ի նորություններով եթերում Հայլուրն է։ Եվ այսպես սկսենք Արցախում հայկական եկեղեցիները հողին հավասարեցնելու շուրջ զարգացումներից, թեև պաշտոնական Երևանն անգամ մատը մատին չի տալիս հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, ու դա անգամ միջազգային հանրության դատին հանձնելուն արժանի չի համարում, Բաքուն իր պաշտոնյաների շուրթերով արդարանում է։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը հայտարարել է, թե իրենք վերականգնողական աշխատանքներ են անում, որոնք համապատասխանում են Ադրբեջանի օրենսդրությանն ու միջազգային նորմերին։ Մշակութային որևէ ժառանգության ոչնչացում չի կարող բխել միջազգային նորմերից, դա վանդալիզմ է։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանի վստահեցմամբ նրա խոսքով Հայաստանի իշխանությունն էլ է արդարացնում վանդալիզմը, ըստ էության հայտարարելով, թե Ադրբեջանն իր տարածքում ինչ ուզի կարող է անել։ Փաշինյանն անգամ ակնարկել էր, թե նույնն արել են նաև հայերը, ինչին կտրուկ հակադարձել է Հայաստանի երկրորդ նախագահը։ Պաշտպանված, պահպանված ու վերականգնված է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ըստ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի։ Այսօր են հայկական եկեղեցուց կադրեր տարածել ադրբեջանական աղբյուրները։ Բաքուն վերականգնված է անվանում այն եկեղեցին, որի գմբեթները ապամոնտաժված են, խաչերը հանված, եկեղեցում խորան չկա։ Օկուպացված Արցախում 6-րդ եկեղեցին ավերելուց հետո Բաքուն հայտարարում է, թե այդ գործողությունները անհրաժեշտ պայման են։ Այսպիսի հայտարարություն Ալիևի օգնականն արել է ուրբաթ Ստեփանակերտ դիվանագիտական կորպուսի այցի ժամանակ։ Հաջիևի խոսքով Բաքվի քայլերը բխում են Ադրբեջանի օրենսդրությունից, միջազգային նորմերից եւ ուրեմն այդպիսի դեպքերը կարող են կրկնվել։ Ալիևի օգնականի հայտարարությունը իհարկե անհեթեթություն է բոլոր իմաստներով։ Աշխարհի ոչ մի երկրում մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող դիտարկվել որպես վերականգնողական աշխատանք, համոզված է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։ Ըստ նրա կատարվածը վանդալիզմ է, միջազգային իրավունքը նորմերը խախտող։ Բացարձակապես դա չի կարող արդարացվել, որ Ադրբեջանի, այսպես ասած, սուվերեն տարածք է, անգամ սուվերեն տարածքում այդ ամեն ինչը ենթակա է նաև միջազգային իրավունքին եւ նորմերին, եւ ակնհայտ է, որ Ադրբեջանը զբաղված է պարզապես պետական վանդալիզմով։ Ցավոք սրտի այդ վանդալիզմը արդարացնում է նաև Երևանը։ Միջազգային արձագանք չկա, որովհետև հայկական մշակույթը ոչնչացնելու վերաբերյալ չկա նաև պաշտոնական արձագանք Հայաստանից։ Բադալյանը նկատում է, չնայած դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսվում էր գործընթաց սկսել մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ, բայց այդ կետն էլ մնաց թղթի վրա այնպես, ինչպես եռակողմ համաձայնագրի մյուս կետերը։ Հիմա պաշտոնական Երևանը ցավոք սրտի արդարացնում է եւ նույնիսկ հիմնավորում է Ադրբեջանի պետական վանդալիզմը։ Մենք տեսնում ենք անգամ Հայաստանի падգամավորներ, նախարարներ կարող են ասել, թե դա Ադրբեջանի տարածք է եւ Ադրբեջանը իր տարածքում ինչ ուզի կարող է անել։ Ինչ
Ինչ ուզեն կանեն կամ անում են այն, ինչ կաներ Հայաստանը։ Մոտավորապես այսպես էր ձևակերպել խոսքը Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողները խնդրել էին արձագանքել Ստեփանակերտի մայր տաճարի նկատմամբ ադրբեջանական բարբարոսությանը։ Արև ձեզ հարգելի լրագրողներ։ Ըստ Փաշինյանի, հայերն էլ այդպես կվարվեին, եթե տարիներ անց Արցվաշենում ադրբեջանական մզկիթ տեսնեին։ Վաղը մյուս օրը գնացինք տեսանք Արցվաշենում ենթադրենք կառուցած է ինչ-որ մի բան։ Ես ասում եմ կարա լինի տենց իրավիճակ, որ ասենք Արցվաշենում մենք ունենանք նման իրավիճակ։ Այսինքն արցվաշենցիները գնալու են այդտեղ ապրելու են, ասելու են լավ, ոչինչ պատմամշակութային հուշարձանա։ Քանդելը, ավերելը, հողին հավասարեցնելը հայերի ձեռագիրը չէ։ Վիճակից դուրս չի գալու։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիշում է Արցախյան առաջին պատերազմից հետո Շուշիի մզկիթի մոտ հսկիչներ են տեղավորվել, որպեսզի թույլ չտան մզկիթին վնաս հասցնեն հայ զինվորականները։ Շուշին ազատագրելուց հետո անմիջապես sense առաջի հատկապես ամիսը մզկիթում պոստ էին դրել, որ հանկարծ մեկը ինչ որ կարող է ինչ որ բարեկամակորցրել, կարող է ինչ որ հարազատակորցրել ռազմական գործողությունների ժամանակ, որ հանկարծ ինչ որ բան չանի։ Ու ընդհանրապես պարզվեց, որ կարիք չկար, որովհետև նման նպատակ ոչ ոք չուներ։ Երբեք որևէ մշակութային արժեք այն ժամանակ Ղարաբաղում չի վնասվել ընդհանրապես։ Ու մեկ սա ակնհայտ է եւ այդ մեղքը վերցնել մեր վրա, դե մենք էլ ենք արել, հիմա դրա համար էլ իրենք են անում, մենք էլ լռենք, միգուցե իրենք էլ լռեն, ուղղակի անընդունելի կեցվածք է։ Եվ ամենից սարսափելին այն հայտարարությունն է, որ իրենց տարածքն է ինչ ուզում անում են։ Շուշիի ադրբեջանական մզկիթը ոչ միայն չի ավերվել, այլև վերանորոգվել է 2 անգամ։ Առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, երկրորդ անգամ 2014-ից 19 թվականներին։ Այսօր Բաքվում ցմահ ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի ջանքերով։ Լիլիթ Խալաթյան, Առաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը, որ հայտարարել էր Արցախում եկեղեցիների քանդումը միջազգային քննարկումների առարկա չի դարձնի, այսօր Կիրանցում Սուրբ Երրորդություն եկեղեցու ոցման արարողությանն է մասնակցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՏԿ նախարար Դավիթ Խուդատյանի հետ։ Սուրբ Երրորդությունը օծել է Հայկազուն Սրբազանը։ 2024-ին սահմանազատման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանը հասել է Կիրանցի կենտրոն։ Այդ գյուղը սահմանազատումից հետո ներառվել է այն սահմանամերձ գյուղերի ցանկում, որտեղ մուտքը միայն ԱԱԾ թույլտվությամբ է անցագրով։ Անկախ պաշտոնական Երևանի անգործությունից Եվրախորհրդարանն իր ընդունած բանաձևով դատապարտել է Ադրբեջանի մշակութային ժառանգության ոչնչացման համար։ Բաքուն այդ բանաձևի պատճառով խզել է կապերը Եվրակառույցի հետ, այն որակելով հակաադրբեջանական։ Այդ բանաձևում շեշտվում է նաև արցախայության իրավունքների հայ գերիների ազատ արձակման կարևորությունը։ Ադրբեջանը հակադարձում է, թե իբր Բաքվի բանտում պահվող հայերը լուրջ հանցանքներ են կատարել, արցախահայերը կամավոր են լքել իրենց տները։ Եվրամիություն Ադրբեջան հարաբերությունները չեն կարող չտուժել Բաքվի այս կտրուկ որոշման պատճառով, վստահ է Հայդատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։ Նա նկատում է, որ Եվրամիության օրենսդիր մարմինը իրեն իրենց անուններով է կոչել, չնայած Եվրախորհրդանի ամբիոնից Փաշինյանի սկանդալային ելույթին։ Նա հայ առաքելական եկեղեցու որոշ հոգևորականների հասցեին պատերազմի կուսակցության առաջնորդությունը ստանձնելու, ահաբեկչության պլաններ ունենալու մեղադրանքներ էր հնչեցրել։ Թուլանալու են Ադրբեջանի դիրքերը միջազգային հարաբերություններում Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը դադարեցնելուց հետո, կանխատեսում են փորձագետները։ Եվրոպական խորհրդարանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների այս աստիճան վատ տարածումը նշանակում է միջազգային հարաբերություններում Ադրբեջանի, այսպես ասած, որոշակի մեկուսացում։ Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունները դադարեցնելուց բացի Միլի Մեջլիսը որոշել է հատուկ հանձնաժողով ստեղծել, ինչպես Բաքուն է ձևակերպում Եվրախորհրդարանի հակաադրբեջանական գործունեության վերաբերյալ որոշումներ կայացնելու նպատակով։ Բաքուն հակաադրբեջանական է անվանում Եվրախորհրդարանի այն բոլոր որոշումները, որոնք վերաբերում են արցախահայերի իրավունքներին։ Իհարկե Ադրբեջանին այս տեքստի մեջ դուր չէր եկել Եվրոպական խորհրդարանի կողմից այնպիսի ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությանը, նրանց համալիր իրավունքների պաշտպանության անհրաժեշտության, այդ թվում գույքային եւ սեփականության իրավունքների,
Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանը եւ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը։ Եվրոպական խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ վերահաստատել էր իր աջակցությունը արցախահայերի ինքնության, սեփականության, մշակութային ժառանգության պաշտպանությանը, անվտանգ, անխոչնդոտ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքին միջազգային երաշխիքներով։ Եվ սա այս դահլիճում ընդամենը 2 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի հակահայկական հայտարարություններից հետո։ Եվրոպական խորհրդարանը հավատարիմ իր սկզբունքներին նորից մնաց իր բարձրության վրա եւ նույնիսկ նախորդ ամիս Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո Ստրասբուրգում չիջեցրեց նշարձողը Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ եւ շարունակում է դիրքորոշում ունենալ առայն, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը որպես այդպեսին լուծված չէ։ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը պահանջում է նաեւ անհապաղ ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին։ Այս նախադասությունը ձևակերպվելիս օգտագործվել է ոչ թե պատանդ կամ կալանավոր, այլ գերի բառը։ Եթե նախորդ դեպքերում եվրոպական պաշտոնյաները, այդ թվում կարծեմ նաև եվրոպական խորհրդարանը, օգտագործում էին հայ կալանավոր արտահայտությունը, դիթեյնի անգլերեն, այս անգամ արդեն շատ հստակ օգտագործեցին գերի արտահայտությունը հոսթիչ, ինչը որ միջազգային իրավունքի տեսանկյունից այլ կարգավորումներ է ենթադրում։ Սա նույնպես բորբոքել է Ադրբեջանին։ Ադրբեջանի արտգործնախարարությունը անհիմն եւ կողմնակալ է որակել Եվրախորհրդարանի բոլոր խմբակցությունների աջակցությամբ ընդունված փաստաթուղթը, պնդելով, որ Բաքվի բանտում պահվող հայերը լուրջ հանցանքներ են կատարել։ Իբր Ղարաբաղում ապրող մարդիկ կամավոր են լքել իրենց տները, իսկ նրանց վերադարձի մասին հորդորները միջամտություն են Ադրբեջանի ներքին գործերին։ Ադրբեջանը 3 արտգործնախարարություններ կանչել, բողոքի նոտա հղել Եվրամիության դեսպանին, դատապարտելով Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը։ Ադրբեջանի հարաբերությունների խզումը Եվրոպական խորհրդարանի կողմից, որ ծայրահեղ քայլ էր ըստ էության, անուղղակիորեն հետևանքներ ունենալ նաև Եվրոպական միության գործադիր իշխանության։ Ըստ Հայդատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի, որքան էլ Եվրամիությունը քաղաքական շահերից դրդված հաճախ աչք է փակում Ադրբեջանի վայրագությունների վրա, Եվրախորհրդարանի հետ Ադրբեջանի հարաբերությունների խզումը անխուսափելիորեն անդրադառնալու է նաև Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Լիլիթ Գասպարյան, Հայլուր։ Շարունակենք, ինչ նմանություն կա Հռոմի կայսր Ներոնի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականություն ոդքասթի 7-րդ էպիզոդում նկատել է, որ Փաշինյանն էլ Ներոնի պես սիրում է ելույթներ ունենալ, շոու անել, այդպես գրավել հասարակ քաղաքացիների սիրտը։ Մյուս կողմից Փաշինյանը վախի մթնոլորտում է պահում մարդկանց, վստահեցնելով, թե իր չընտրվելու դեպքում պատերազմ կլինի եւ որ ժողովուրդը շանս չունի դիմակայելու։ Քոչարյանն արձագանքել է նաեւ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ 20 տարի ուրիշներից լսել է, որ երկրորդ նախագահը զղջում է իրեն իրավահաջորդ ընտրելու համար, հիմա էլ սկզբնաղբյուրից է դա լսել։ Հայաստան դաշինքի առաջնորդը վստահեցրել է, որ իր անհամաձայնություններն ինքը երբեք չի թաքցրել, այդ պատճառով Սերժ Սարգսյանի թիմը մտածել է, թե ինքնիշխանության գալու մտադրություն ունի ու ակտիվ հակաքարոզչություն է իրականացրել իր դեմ։ Ավելի մանրամասն Կարինե Մանգասարյանը կպատմի։ Ինչ ընդհանրություններ ունեն Ներոնը եւ Փաշինյանը։ Նրանց գլխավոր նմանությունն ըստ Ռոբերտ Քոչարյանի դերասանությունաներն է։ Հռոմի կայսերը Ներոնն էր։ Շատ հայտնի կայսր էր նրանով, որ որոշել է, որ ինքը ամենից լավ երգիչն է, ինքը ամենից լավ դերասանն է եւ ինչ որ խումբ էր ստեղծել վարչաբենդի պես, բայց ավելի շատ sense թատերական, ինչ որ երգչական այն ժամանակ բենդ անունը չէին օգտագործում, բայց մոտարապես sense ասեմ Ներոնի վարչաբենդը։ Ներոնյան հռչակով Փաշինյանը հրապուրվել ու շոու բիզնես է մտել, փորձելով փրկել գահավիժած վարկանիշը։ Հայաստանի երկրորդ նախագահը իր կարծիքը հիմնավորում է պատմական փաստերով։ Ժամերով ներկայացումներ էր տալիս, երգում էր եւ բոլոր ենթականների ստիպում էր ժամերով մարդիկ նստում էին եւ լսում ժամերով նույնիսկ տեղից դուրս գալու միակ ձևը նա է որ դու իմիտացիա անես որ ուշաթափվել ես եւ ուշաթափված վիճակում միայն հնարավորություն ունի որ իրենց հանում էին այդ թատրոններից սա հայտնի պատմական փաստեր են ինձ շատ էր նմանեցնում հիմա այդ ամբողջ այնց պետական համակարգի քաղցարայողներով ինչ որ այդ թատերական այդ բաներով
որ մարդ հանկարծ համարում որ ինքը ամեն ինչի մասնագետն է։ Բայց ինչով ավարտվեց այդ ամենը։ Սենատը Ներոնին հռչակեց ժողովրդի թշնամի, նա փախավ եւ վերջ տվեց կյանքին։ Ինքը ասեց հետեւյալը. «Էս ինչ դերասան է մահանում»։ Սա շատ հայտնի նաեւ պատմական փաստ է։ Այս ամենը ինչ որ սահման ունի։ Բայց ՔՊ-ում կարծես այնքան են տարված Փաշինյանի նորահայտ երաժշտական տաղանդով, որ անգամ Հայաստանի գոյությունը կապում են նրա գոյության հետ։ Ռեկորդը սահմանելա կարծում եմ Գյումրիի հայտնի Սարիկը, չգիտեմ տեսել եք թե չէ, ասում է որ առանց Նիկոլ Փաշինյանի չկա Հայաստան։ 18 թվականին Նիկոլը հրապարակում հայտարարում էր, ասում էր կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը չի լինի։ Հիմա իրենց Սարիկը ասում է, որ առանց Նիկոլ Փաշինյանի Հայաստան չկա։ Ստացվում է դեպի արևմտյան ժողովրդավարություն իր ձգտումների մասին հայտարարող իշխանությունը հյուսիսկորեական բարքեր է տարածում Հայաստանում, զարմանում է Ռոբերտ Քոչարյանը։ Օրինակ Լեհաստանում մի պաստար հայտնաբերվի, որ առանց Դոնալդ Տուսկի Լեհաստան չկա։ Այդ մարդ հաջորդ օրը ուղղակի կզրկվեր պաշտոնից։ Հանդուրժելու համար նման կդատապարտեր եւ այլ։ Հիմա մենք Հյուսիսային Կորեա ենք գնում, թե Եվրոպա ենք գնում։ Մի հատ կողմնորոշվեք։ Ընդդիմության համար հունիսի 7-ը բացառիկ հնարավորություն է իշխանազրկելու Փաշինյանին։ Սենց արած էլի դուրս են գալիս։ Այս վստահությամբ է ընտրապայքարին մասնակցում Հայաստան դաշինքը, որը հիմա հաճախ հայտնվում է ընդդիմադիր ներկայացող որոշ ուժերի թիրախում։ Վերջին 5 տարում հենց Հայաստան դաշինքն է եղել այն ամենաակտիվ եւ ռադիկալ ընդդիմադիր ուժը, որը եղել է իշխանության դեմ պայքարի առաջնագծում։ Սակայն այսօր թունդ ընդդիմադիրներ են դարձել նրանք, ովքեր շատ բարեհամբույր շփվում ու համագործակցում էին ՔՊ-ի հետ, ասում է դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Մեր նպատակը հիմա այս մարդուց ազատվելն է, այս չարիքից ազատվելն է եւ սա միակ ճանապարհն է Հայաստանին նաեւ ազատել ապագա արհավիրքներից։ Մենք մտել ենք պայքարի մեջ հաղթելու համար։ Սա անկասկած։ Այո։ Բայց այդ հաղթելու ճանապարհին մենք չենք ասում, սրան ընդունում ենք, նրան չենք ընդունում, սրա հետ համագործակցելու ենք, նրա հետ չենք համագործակցելու։ Մենք պայքարի ենք դուրս եկել հաղթելու նպատակով, շեշտում է Ռոբերտ Քոչարյանը եւ արձանագրում, իր գլխավորած ուժը վարչապետի թեկնածուի հարցում ունի հստակ դիրքորոշում, որը սահմանադրությունից է բխում։ Կողմնակի սահմանադրություն եւ միգուցե այն ինչ որ ես ինքս հայտարարել եմ դեռ մի քանի ամիս առաջ, որ ով ավելի շատ ձայն հավաքի ընտրությունների ժամանակ նա վարչապետ առաջադրելու իրավունք ունի։ Սա սահմանադրական նորմ է, ես չեմ հորինել։ Բայց մենք պայքարում ենք այո հաղթելու համար։ Կգնահատի մեր sense վերջի 5 տարվա արածը մեր ժողովուրդը, մեր ընտրողը։ Հիմա կտեսնենք։ Կախված է նաև մեզանից, կախված է մի շարք այլ հանգամանքներից։ Քոչարյանի վերջին հայտարարությունից հետո, որ ինքը ամենաշատը զղջում է իրավահաջորդի ընտրության համար, նորից ակտուալ է դարձել գրեթե 20-ամյա վաղեմության մի հարց։ Այս ընթացքում Արդյոք պայմանավորվածություն է եղել երրորդ նախագահի հետ, որ նրա պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո նորից ինքը պետք է գա իշխանության։ պետքա գործարկվի Մեդվեդև-Պուտին, այսպես փոխանցման, իշխանության փոխանցման տարբերակը ես քեզ դու ինձ։ Ես զարմանում եմ, որ ընդհանրապես նման հարց առաջանում է։ Որտեւ ես իմ գրքում դրա մասին շատ անկեղծ գրել եմ։ Զարմանայի։ Ռոբերտ Քոչարյանը պնդում է Սերժ Սարգսյանի հետ որևէ պայմանավորվածություն չի ունեցել։ Եթե որևէ մտադրություն ունենայի, այն ժամանակ այդ հնարավորությունը կար եւ լծակներ պահելու եւ պայմանավորվածություններ ձեռք բերելու, վստահեցնում է երկրորդ նախագահը։ Բայց մի փաստ եւս Իշխանության վերադառնալու մտադրություն չի ունեցել, բայց դա չի խանգարել, որ Սերժ Սարգսյանի քաղաքականության առանցքային հարցերի վերաբերյալ հրապարակային դիրքորոշում հայտնի։ Երրորդ նախագահի կառավարման շրջանում Ռոբերտ Քոչարյանը քննադատել է եւ հայ-թուրքական արձանագրությունները, եւ սահմանադրության փոփոխությունները, եւ տնտեսական մի քանի նախաձեռնություններ։ Որևէ պայմանավորություն չենք ունեցել։ Քոչարյանի արտահայտած անհամաձայնություններն այն ժամանակվա իշխանությունը ըստ էության համարել է իշխանության վերադառնալու հայտ եւ ըստ Ռոբերտ Քոչարյանի իր դեմ բավականին լայնածավալ քարոզչություն է իրականացվել տարբեր լրատվամիջոցներով։ Այո, եւ խոստովանություն եւ հայտնի զրույցը մեկ
Պաշտոնյայի Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատողի հետ, որը նաև Wikileaks-ով, եթե չեմ սխալվում, հրապարակվել է։ Չեմ ունեցել նման ցանկություն եւ այդ չունենալու փաստը մեր ընդհանուր շփման մակերեսի միջոցով ես մի քանի անգամ փոխանցել եմ։ Ասել եմ հանգիստ մնացեք, չունեմ այդ ցանկությունը։ Բայց ես չեմ ուզում, որ ձեր այսօրվա քայլերը նույնացվեն իմ հետ։ Ես չեմ ուզում, որ մտածեն, որ մենք միասին ենք, ես այս ամեն ինչի հետ հաշտ եմ։ Քոչարյանը ենթադրում է, որ 2018-ի իրադարձությունները շատ ծանր է ընկալվում իշխանությունը կորցրածների կամ գուցե հանձնողների համար եւ հիմա նրանք ինքնաարդարացման փորձեր են անում։ Չեմ կարծում, որ սա այն ճանապարհն է, որով պետք է առաջ շարժվենք։ Կարնե Մանգասարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Ինչքան ազգը փոքր է, ինչքան բարդ տարածաշրջանում է գտնվում, այնքան ուժեղ պետք է լինի ինքնության զգացողությունը։ Մտավորականների հետ հանդիպման ժամանակ Հայաստան դաշինքի առաջնորդը սա է համարել դժվար միջավայրում գոյատևելու ճանապարհը։ Նրա խոսքով Հայաստանի իշխանությունը հակառակն է անում, կասկածի տակ է դնում ինքնությունը ձևավորող առանցքային գործոնները, հակասություններ է ստեղծում պատմական փաստերի միջև, կասկածի տակ դնում պատմական իրողությունները, հակադրում պատմական ու իրական Հայաստանները։ Ես թորնիկներ ունեմ, որոնք սովորում են դպրոցում եւ մի շարք դասագրքերում ուղղակի այնպիսի ձևակերպումներ է դրված, որ դու հասկանում ես, որ սա երկարատև մտածված կամ այստեղ չմտածված, մի ուրիշ տեղ մտածված, չգիտեմ արդեն ոնց որակեմ, բայց մի քաղաքականություն է, որը փորձում է լուրջ ձևով ուղղակի խաթարել մեր ինքնությունը, ինքնության զգացողությունը ընդհանրապես։ Իմ մոտեցումը հետևյալն է. ինչքան երկիրը փոքր, ինչքան երկիրը ավելի բարդ տարածաշրջանում է գտնվում, այնքան ավելի ուժեղ պիտի լինի ինքնության զգացողությունը մարդկանց մոտ։ Սա այն է, ինչ ուղղակի այդ ազգը պահում է դժվար միջավայրում։ Եթե այդ ինքնության ուժը չկա, այդ ներսից նաև եկող ուժը չկա, ինչ տարբերություն Հայաստանում ապրեմ, գնամ Լոս Անջելեսում ապրեմ, թե մեկ ուրիշ տեղ ապրեմ։ Հատկապես մենք ունենք մեծ սփյուռք, ինքը լավ է մի կողմից, որ մեծ ռեսուրս է նաև Հայաստանի համար, ինքը վատ է մյուս կողմից, վատ բան եմ ասում, բայց վատ է մյուս կողմից, որովհետև արտագաղթի ենթակառուցվածք է, պատրաստ ենթակառուցվածք, ամեն մեկը տեղ ունի գնալու, ինչ որ առաջի քայլը միշտ դժվար է, չէ՞։ Շելի հեռուստադիտողներ, այժմ կարճ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Թեհրանից Իսլամաբադի միջոցով Վաշինգտոն ուղարկված առաջարկների նոր փաթեթը բանակցային անդունդը ավելի է մեծացրել։ Թրամփը չի ընդունում այդ փաստաթղթի ոչ մի կետ։ Իրանը խնդիր է համարում Վաշինգտոնի ծայրահեղական մոտեցումները։ Թրամփը նաև ՆԱՏՕ-ին է ազատում աշխատանքից։ ՆԱՏՕ, դու ազատված ես աշխատանքից։ Հայաստանի լցակայաններում հեղուկ գազ կա, էժանացում չկա, ինչը խոստացել էր ապահովել էկոնոմիկայի նախարարը։ Հեղուկ գազի գները շարունակում են տատանվել 270-ից 280 դրամի սահմաններում։ Վարորդները վստահ են, պետական վերահսկողության բացակայությունն է պատճառը, որ կրկնապատկված գները չեն իջնում։ Գազ լիքն է, լարսը արդեն անցել են, լիքը գազ կա։ Ռուսաստանը պատժում է Հայաստանին, այսպես են վայելբերիզով հայկական ապրանքները ռուսական շուկայում վաճառող մարդիկ մեկնաբանում ռուսական ամենամեծ առցանց խանութից իրենց դուրս թողնելու որոշումը։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեղքը ընդդիմության վրա է ուզում գցել։ Ռուսաստանը մեզի պատժում է։ Եվ անսովոր ցուցադրություն սովորական կենդանիներ խորագրով, ինչու են ռոբոտ շները շրջում տեխնոլոգիական միլիարդատերերի սիլիկոնե գլուխներով։ Նրանք են որոշում ինչ տեսնենք եւ ինչպես։ Եվ այսպես Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների եզրերն իրարից հեռանում են։ Թեհրանի Վաշինգտոն ուղարկված նոր առաջարկների փաթեթը ընդունելի չէ ԱՄՆ նախագահի համար։ Դրա բովանդակությունը հայտնի չէ, բայց Թրամփն ասել է, որ ոչ մի կերպ չի կարող համաձայնել այդ կետերին։ Իրանը ծայրահեղական է համարում Միացյալ Նահանգների նախագահի դիրքորոշումն ու գործողությունները, խոստանում բանակցել, եթե Վաշինգտոնը փոխի իր դիրքավորումը։ Ծովինար Բարխուդարյանի անդրադարձը։
Թեհրանը պատրաստ է բանակցությունների, եթե Միացյալ Նահանգները փոխի իր ծայրահեղական մոտեցումը, սպառնալից հռետորաբանությունը եւ դադարեցնի սադրիչ գործողությունները։ Իրանի արտգործնախարարն է հայտարարել, ինչ էլ լինի, Իրանի զինուժը պատրաստ է պաշտպանել երկիրը ցանկացած սպառնալիքից։ Թրամփը գոհ չէ Թեհրանի վերջին առաջարկից։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով Իրանը ուզում է գործարք կնքել, քանի որ բանակ չունի։ Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով է նոր առաջարկը հանձնել Վաշինգտոնին։ Բովանդակությունը հայտնի չէ։ Մենք անսահման հարգանք ունենք Պակիստանի նկատմամբ։ Իսլամաբադը շարունակում է աշխատել մեզ հետ, բայց դա շատ երկար ճանապարհորդություն է եւ մենք բոլոր բանակցությունները հիմա անցկացնում ենք հեռախոսով։ Այո, նրանք առաջընթաց են գրանցել, բայց վստահ չեմ, որ երբևէ կհասնեն նպատակին։ Կա անհամաձայնություն։ Նրանք չեն կարողանում լեզու գտնել իրանցիների հետ։ Իրանի ղեկավարությունը շատ մասնատված է։ 2 կամ 3 խումբ, գուցե 4 խումբ։ Դա շատ մասնատված ղեկավարություն է։ Եվ այնուամենայնիվ նրանք բոլորը ցանկանում են գործարք կնքել, բայց բոլորը խառնաշփոթի մեջ են։ Ֆլորիդայում ելույթի ժամանակ Թրամփը խոստովանել է, որ Միացյալ Նահանգների զինվորականները լցանավերը գրավելիս իրենց ծովահենների պես են պահում։ Միաժամանակ խոլիգանության համար է մեղադրել Պարսից ծոցի գրեթե բոլոր երկրներին։ Մենք բռնագրավեցինք բեռը, մենք բռնագրավեցինք նավթը, սա շատ շահավետ բիզնես է։ Ով կմտածեր, որ մենք սա կանենք, մենք ծովահենների նման ենք, բայց մենք խաղեր չենք խաղում, որովհետև գիտենք 47 տարի Իրանը բոլորին ահաբեկել է։ Նրանք մերձավոր արևելքի խուլիգաններն են, նրանք բոլորին վախեցնում էին։ Իսրայելը եւ Կատարը, Սաուդյան Արաբիան, Ամեն, Բահրեյնը, Քուվեյթը, բոլորը, նրանք բոլորը մերձավոր արևելքի խուլիգաններն են։ Ես դա հասկանում եմ։ Իդեպ Պետդեպարտամենտը հաստատել է 86 միլիարդ դոլարի զենքի վաճառքը ԱՄՆ 4 դաշնակիցներին՝ Կատարին, Իսրայելին, Քուվեյթին եւ Արաբական Միացյալ Էմիրություններին։ Ըստ Պետդեպի, մերձավոր արևելքի երկրների հետ այս համագործակցությունը համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին եւ չի փոխի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Վաշինգտոնը նաև վերանայում է ռազմական ներկայությունը Եվրոպայում։ Ըստ մամուլի հրապարակումների, Միացյալ Նահանգները նախատեսում է զորքերը դուրս բերել Իսպանիայից, Իտալիայից, իսկ առաջիկա 1 տարվա ընթացքում մոտ 5000 զինծառայող նաև Գերմանիայից։ Այդ երկրում է Եվրոպայում ամենամեծ ամերիկյան զորակազմը, ավելի քան 36000 ամերիկացի զինծառայողներով։ Գերմանիայից ամերիկյան զորակազմի դուրսբերումը փորձագետները նաև Թրամփ-Մերց վեճի հետ են կապում։ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Իրանի բանագնացները նվաստացրել են ԱՄՆ ներկայացուցիչներին։ Մենք ՆԱՏՕ-ից ոչ մի օգնություն չստացանք, 0։ Գիտեք, մենք տրիլիոնավոր դոլարներ ծախսեցինք ՆԱՏՕ-ի վրա, բայց ոչ մի օգնություն չստացանք։ Դրա կարիքը չկար, բայց չստացանք։ ՆԱՏՕ, դու ազատված ես աշխատանքից։ Սպիտակ տան ղեկավարը շարունակում է պնդել, որ ամերիկյան զինուժը հիմնովին ջախջախել է իրանական բանակը։ Իրանը շատ ուժեղ երկիր էր, բայց մենք նրանց ջախջախեցինք։ Ճիշտ է, մեր զինվորների ու մեր դաշնակիցների այսօրվա Իսրայելի պաշտպանության ուժերի շնորհիվ։ Ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցները այլ տեղեկություններ ունեն։ Ըստ CNN-ի, Իրանի հարձակումներից մերձավոր արևելքում լրջորեն վնասվել է ամերիկյան 16 ռազմական օբյեկտ։ Թեհրանի թիրախները Boeing E-3 Sentry-ի նման թանկարժեք ինքնաթիռներն են եղել, որոնց միջոցով Միացյալ Նահանգները վերահսկում էր տարածաշրջանը։ New York Post-ի հոդվածի համաձայն Իրանը պլանավորում է օգտագործել ականապատ մարտական դելֆիններ Հորմուզի նեղուցը բացելու համար։ Դելֆիններից բացի կորպուսի զինանոցում կան սուզանավեր, որոնք ԱՄՆ-ն չի ոչնչացրել։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ վերահսկում են Հորմուզի նեղուցի եւ իրանական ափամերձ գոտու 2000 կիլոմետրանոց ռազմավարական նշանակության գիծը եւ որ Պարսից ծոցում սահմանվելու են կառավարման նոր կանոններ։ Չնայած բանակցելու պատրաստակամությանը, Թեհրանը կարծես չի հավատում Վաշինգտոնին եւ չի բացառում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հակամարտության վերսկսումը հավանական է։ Եղած փաստերը ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները հավատարիմ չէ որևէ խոստման կամ համաձայնագրի։ Սպիտակ տունը ըստ որոշ աղբյուրների կոնգրեսին հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմն անցյալում է, սակայն զարգացումները ցույց են տալիս, որ հակամարտությունը տեղափոխվում է ավելի բարդ քաղաքական, դիվանագիտական եւ ռազմավարական մրցակցության դաշտ։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։
Վերջին լուրերը ռուս-ուկրաինական ռազմաճակատից ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Միրոպոլ բնակավայրի նկատմամբ ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության։ Առավոտյան Ուկրաինայի Խերսոն քաղաքում ավտոբուսի վրա ռուսական անօդաչուի հարձակման հետևանքով 2 մարդ զոհվել է, 7-ը վիրավորվել։ Մարզի նահանգապետ Ալեքսանդր Պրոկոդինը հայտնել է, որ զոհերը կոմունալ ծառայությունների աշխատակիցներ են։ 2 վիրավորել Խարկովում կա, անօդաչուների հարվածներից բնակելի շենք է վնասվել։ Այսպիսի հարձակումները քաղաքացիական բնակչության դեմ իրականացվող համակարգային ահաբեկչության քաղաքականության մի մասն են, հայտարարել է Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Դմիտրո Լուբինեցը։ Այս շաբաթ Հայաստանում ամենակննարկված թեմաներից մեկին անդրադառնանք լցակայաններում հեղուկ գազ կա, բայց գները չեն իջել։ Հայլուրի թղթակիցները մայրաքաղաքում շրջելով արձանագրել են, որ 270-ից 280 դրամի սահմաններում է տատանվում հեղուկ գազի գինը։ Վարորդները վստահ են, այս պահին մեր երկրում գազի դեֆիցիտ չկա, Լարսով բազմաթիվ բեռնատարներ են անցել, բայց գները չեն իջնում, որովհետև պետական վերահսկողությունն է թույլ։ Հեղուկ գազի պակասից բենզինի գներն էլ են բարձրացել, անգամ ադրբեջանական բենզինը, որը ըստ էկոնոմիկայի նախարարի օգնել է կայուն պահել Հայաստանում նավթամթերքի շուկան, թանկացել է ավելի քան 70 դրամով։ Շաբաթասկզբին Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտի, լսակայանների դիմաց մեքենաների հերթերի ֆոնին Facebook-ում քաղաքական ստատուսագրությամբ զբաղված էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 5-շաբթի կառավարության նիստից հետո ճեպազորույցի ժամանակ ասել էր, թե մայիսի 2-ին Հայաստան կմտնի այնքան հեղուկ գազ, որ գները էականորեն կնվազեն։ Ուր է թե գները նվազում են, հարցնում են վարորդները Գևորգ Պապոյանին։ Մայիսի 2-ն է արդեն, բայց 1 լիտր գազը 270-280 դրամ է, ինչպես շաբաթասկզբին։ Գազ լիքն է, ոնց չկա։ Լավ էլ եկել, լիքը գազ է։ Լարսը արդեն անցել են, լիքը գազ կա։ Այդ 5000 դրամից 120 կիլոմետր չի քշվում։ Առաջ քշում էի համարյա 200 կիլոմետր։ Հա, օրը 200 կիլոմետր։ Շատ է, հա, 50 դրամ քշում։ Դե բնական է, ցավը տանեմ, 120 ուր 270 ուր։ Ինչքան է ձեր ամսական ավելի ծախսը գազների մա։ 200,000։ Որ հեղուկ գազ կա Հայաստանում, կասկած չունեն վարորդները։ Նկատում են, պետական վերահսկողություն չկա, ինչպես սննդամթերքի, այնպես էլ վառելիքի շուկայում։ Մեր երկրում ցանկացած ապրանք, երբ թանկանում է, գնիչեցման հույս այլևս պետք չէ ունենալ, ասում են։ Ինչից են գոհ։ 140-150 դրամից դարել է 270 դրամ, ու կալորիականությունը ընդհանրապես չկա։ Օրվա հացի փող աշխատող տաքսու վարորդները, որ իրենց մեքենաները հիմնականում գազով են շահագործում, այս շաբաթասկզբին հարկադիր պարապորտի են մատնված եղել, հեղուկ գազ չեն կարողացել ճարել լցակայաններում։ Իսկ բենզինով տաքսի վարելը ձեռնտու չէ, բենզալցակայանների ցուցատախտակներին եվրոպական գներ են վարվում։ Պրեմիում տեսակի բենզինը 520, ռեգուլյարը 500 դրամ է։ Էդի Պապոյանը դրան պետք է հարցադրեք։ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը համակարգող Գևորգ Պապոյանի խոսքով մեր երկրում վառելիքը մի քանի 100 դրամ ավելի թանկ կլիներ, եթե ադրբեջանական բենզին չներկրվեր։ Աշխարհի երկրների մեծ մասում բենզինի գինը թանկացել է 2-3 անգամ մի զգալի մասում։ Հայաստանում թանկացել է տոկոսներով։ Ինչու է այդպես, շատ ուղիղ ասեմ։ Ադրբեջանական բենզինը եւ դիզելը եթե չլինեին, մեր մոտ գները շատ ավելի, մի քանի 100 դրամ ավելի բարձր կլիներ, քան կա։ Այնպես որ պետքա շարունակենք հնարավորինս շատ այդ դիվերսիֆիկացիան պահել, որ աշխարհակաղակական ցնցումները մեր վրա հնարավորինս քիչ ազդեցություն ունենան։ Հավի խնդալը գալիս է ցավը տանում, այդ իր ասացի վրա։ Մի մարդ որ 5 լիտր բենզինը հաշվի 1100 դրամ։ Ինչ ես ուզում այդ մարդուց։ Հաջողություն։ Իդեպ ադրբեջանական բենզին վաճառող լցակայանի ցուցատախտակներին էլ են բենզինի բարձր գներ։ Թանկացել է երբեմնի էժան ու այդքան գովերգած ադրբեջանական վառելիքը։ Եթե 2 ամիս առաջ այդ երկրից ներկրված պրեմիում բենզինի 1 լիտրը 430 դրամ էր, հիմա 505 դրամ է, ռեգուլյարը 485։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։
Ռուսական առցանց խանութները Վայլբերիզն ու Օզոնը փակել են իրենց դռները հայ վաճառողների առաջ, ըստ պաշտոնական մեկնաբանության մաքսային ձևակերպման կանոնների փոփոխություններն են պատճառը։ Ռուսաստանը պատժում է մեզ, կարծում են առցանց ճանապարհով ռուսական շուկայում ապրանքներ վաճառած հայ արտադրողները, որոնք զրկվել են օրական մի քանի տասնյակ ապրանք վաճառելու հնարավորությունից։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը երկու ընդդիմադիր ուժերի է մեղադրել ստեղծված իրավիճակի համար, առանց անուններ տալու ու հստակեցնելու, թե այդ ինչպես են նրանք ազդել Վայլբերիսի քաղաքականության վրա։ Այս հարցն էլ ենք լուծելու։ Հերթական խոստումն է տվել Պապոյանը։ Հայկական նուռ, բաժակներ, կուժ, զարդեր ու հարյուրավոր այլ ապրանքներ այլևս չեն գտնի Վայլբերիսում եւ Օզոնում։ Մեզ այնց վերցնում վաճառում են։ Վայլբերիսը եւ Օզոնը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների ապրանքի վաճառքը։ Ըստ Վայլբերիսի պարզաբանման ապրիլի 20-ից է դադարեցվել հայաստանյան ապրանքի վաճառքը Ռուսաստանում, մաքսային ձևակերպման կանոնների փոփոխման պատճառով։ Բայց վաճառողներն ասում են, միայն 3 են հաղորդագրություն ստացել։ Ինձ երեկոյան 8 ժամի արդեն տեղյակ բայց, որ արգելափակվել է արդեն Ռուսաստանում։ Չեն ասել ինչքան ժամանակով։ Ժամանակ չեն նշել։ Բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ վիճակում, ասում են զգալի վնաս են կրում։ Միայն Վայլբերիսով օրական մի քանի տասնյակ ապրանք էր վաճառվում, հիմա վաճառվում է 1 կամ 2 հատ, դրանք էլ պահեստում եղածներն են։ Վաճառքից մեծ մասը Վայլբերիսով հենց Ռուսաստանից է պատվերները լինում, տեղի շուկայում Վայլբերիսից պատվերները շատ քիչ են ու այդ շատ վատ է անդրադառնում իմ առևտրի վրա։ Այս բաժակները արդեն երևի 2 տարուց ավել սարքում է, բայց Վայլբերիսով 6 ամիս է, որ վաճառք եմ անում։ Զգալի է, որովհետև ինձ նման 25000 հոգի Վայլբերիսում աշխատում է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-յան գրառմամբ ընդդիմադիր 2 ուժի է մեղադրում Վայլբերիսի սահմանափակման համար, թե որ 2 ուժերն են մեղավոր եւ ինչի համար, նախարարը չի հստակեցնում։ Վաճառողները կարծում են, որ ժամանակավոր է, շուտով ամեն ինչ կկարգավորվի։ Քաղաքական խաղեր են, ասում են ձեռնարկատերերը, Ռուսաստանը պատժում է Հայաստանին։ Այս այն գործոնը չի, որ կտրեն մի անգամից էլի, ուղղակի օգտվում են այս պահից, իրանց ճշմարտ գործոնն է, ինչքանով քաղաքացիները կներվեն, կհելնեն ոտի, մարդիկ տենց են մտածում, որ Ռուսաստանը մեզի պատժում է, օրենք է փոխվում, նոր թղթեր է պահանջվում, խստացումներ կա։ Զարուհի Սահակյան, Միլենա Պողոսյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Եվ վերջում գրաֆիկ դիզայներ Մայքլ Վինքելմանի Բիփլի անսովոր ցուցադրությունը սովորական կենդանիներ խորագրով։ Ռոբոտների վրա տեղադրվել են Ամազոնի, Տեսլայի, Facebook-ի հիմնադիրների, Հյուսիսային Կորեայի նախագահի սիլիկոնե գլուխները։ Դա բողոք քննադատություն է, թե ինչպես են տեխնոլոգիաներն ու ալգորիթմները ազդում մարդկանց վրա։ Ամազոնի, Տեսլայի, Facebook-ի հիմնադիրների, Հյուսիսային Կորեայի նախագահի, աշխարհահռչակ նկարիչների հիպերռեալիստիկ սիլիկոնե գլուխները ռոբոտ շների վրա։ Ամերիկացի թվային նկարիչ, անիմատոր, գրաֆիկ դիզայներ Մայք Վինքելմանի Բիփլի համարձակ ստեղծագործությունն է։ Սովորական կենդանիներ, այսպես է ցուցադրությունն անվանել Բիփլը։ Այն յուրատեսակ բողոք քննադատություն է, թե ինչպես են տեխնոլոգիաներն ու ալգորիթմները ազդում մարդկանց վրա։ Աշխարհընկալումը ոչ թե արվեստագետների ստեղծագործություններից է ձևավորվում, այլ Բեզոսի, Ցուկերբերգի, Մասկի թելադրանքով։ Սրա գաղափարն այն է, որ առաջ աշխարհը տեսնում ենք նկարիչների, արվեստի գործիչների պրիզմայով։ Օրինակ Պիկասոյի նկարելու ձևը փոխեց մեր աշխարհընկալումը։ Հիմա մեր աշխարհայացքը ձևավորում են տեխնոլոգիական միլիարդատերերը իրենց ստեղծած ալգորիթմների միջոցով։ Նրանք են որոշում ինչ տեսնենք եւ ինչպես։ Սա մեծ փոփոխություն է։ 6 ռոբոտ շներից մեկը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն է։ Բիփլն առանձնահատուկ չի անդրադառնում, թե ինչու է ըննել իր ցուցակում։ Հավանաբար, որ նրա ղեկավարած երկրում սոցիալական ցանցերը հասանելի չեն։ Կիմ Չեն Ընն է հյուսիսկորեացիների աշխարհի պատուհանը։ Յուրաքանչյուր ռոբոտի ներսում տեսախցիկ կա։ Ռոբոտ շները շրջում են պատկերասրահով ու նկարում շուրջ բոլորը։ Արհեստական բանականության համակարգերը մշակում են այդ պատկերը յուրաքանչյուր կերպարի անհատական ոճով ու դուրս նետում լուսանկարը որպես արտաթորանք։ Պիկասոյի սիլիկոնե գլխով շունը կուբիստական ոճով պատկերներ է արտաթորում, Warhol-ը փոփ-արտ ոճով։ Բիփլն իր ստեղծագործությունն անվանում է կենդանի քանդակ։
Պատկերներից մեկն էլ իր նմանությամբ է քանդակել։ Սա վեգ գաղափար է։ Արհեստական բանականությունն ու ռոբոտաշինությունը հնարավորություն են տալիս նկարիչ քանդակագործներին կենթանացնել իրենց ստեղծագործությունները։ Կարծում եմ ապագայում ավելի շատ նման քանդակներ կտեսնենք։ Ամերիկացի նկարիչ Վին Քելմանը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 2021 թվականին իր ամեն օր առաջին 5000 օրերը թվային կոլաժով։ Նրա ստեղծագործությունը կարճ ժամանակում վաճառվել է աճուրդում գրեթե $70 միլիոն։ Ըստ աշխարհահռչակ Քրիստինզ Աճուրդի տան, Բիբլը մեր ժամանակների երրորդ ամենաթանկ նկարիչն է Ջեֆ Քունսից եւ Դեյվիդ Հոքնիից հետո։ Սա ռոբոտ-շների երկրորդ ցուցադրությունն է Բերլինի նորազգային պատկերասրահում։ Լուրեր կան, որ Բիբլը 6 կիբորգ քանդակներից 5-ը վաճառել է $100,000։ Միայն Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի քանդակն է հանել աճուրդից։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Եհինյան, Հայլուր։ Սիրելի հեռուստադիտողներ, եթերում Հայլուրն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։